Պարապետին հիշում ենք, որ բանակ ստեղծել, հիշում ենք, որ այն Արցախի վատ ժամանակներում, ճգնաժամի ժամանակ, որ թուրքերը արդեն Մարտակերտը վերցրել էին ամբողջ շրջանը, հիշում ենք, որ կոչ արեց մահապարտների եւ գնացինք Արցախը Մարտակերտը ազատագրեցինք։ Վարչապետին հիշում ենք, որ իրոք հայրենասեր էր, ուղղակի ընկած էր մի հատ սատանայական իշխանությունների մեջ, որը որ ներդրված էր ԿԳԲ-ի կողմից, ռուսական կայսրության կողմից, կարճ ասած, հələ որ հարմարվում էր այդ իրավիճակին, բայց մեծ գործ էր անում, որտեղ մենք էլ ենք ծառայել մի բանակում, որտեղ կաշառակերությունը խեղդում էր ամեն ինչ, բայց մի կերպ համբերել ենք, մտածել ենք, որ մի լավ բան անում ենք, աշխատանքին ծառայում ենք, էլի։ Եվ այդ հոկտեմբերի 27-ով մեր պետությունը տապալեցին այդ օրվա իշխանությունները ռուսական կայսրության հետ։ Փառք ու պատիվ ասենք մեր բանակ ստեղծողներին, Վազգեն Սարգսյանին, Ալիկ Պետրոսյանին, են մարդիկ, ովքեր բանակի հիմքը դրեցին, բանակ ստեղծեցին, Մոնթեին, Լեոնիդին, Ասկոլ Կահաշոտին ու մեր բոլոր ընկած տղաներին։ Արդյոք այս Հայաստանը, որ այսօր է առանց Արցախի, առանց հպարտության, այն Հայաստանն է, որը կերազեր սպարապետը։ Իհարկե ոչ։ Մենք անձամբ ես սպարապետի հետ շատ մոտ եմ եղել, ճիշտ է ուշուշ ենք հանդիպել, բայց շատ մեծ հարգալից վերաբերմունք ա եղել մեկս մյուսի նկատմամբ։ Վազգեն Սարգսյանը ուզում էր միացյալ Հայաստան։ Բայց քանի որ ասեցի ԿԳԲ-ի գործակալներով շրջապատված էր, չէր կարող, բայց հնարավորինս արեց, որպեսզի Արցախը ազատագրեցինք, ցույց տվեցինք մեր ուժը, մեր ոգու ուժը, որ մենք կարող ենք։ Եկավ մի պահ, որ հասկացա, որ այդպես չի կարելի, պետությունը այդպես չի լինում, հնարավորինս արեց, որպեսզի իսկական հայկական պետություն ստեղծեր եւ կրակեցին, սպանեցին։ Այդ օրվա իշխանությունները նորից եմ շեշտում ռուսական կայսրության գլխավորությամբ։ Իսկ ինչու կորցրեցինք սպարապետի ազատագրած Արցախը, ովքեր են մեղավորները ձեր գնահատմամբ։ Մեղավորները, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Փաշինյան, բոլորը մեղավոր են։ Այսօր նստած են Արցախի իշխանությունները նստած են Բաքվի բանտերում։ Բոլորը թալանչի են, թալանել են մեր երկիրը, Հայաստան պետությունը Արցախի հետ միասին, ստեղի իշխանությունների հետ միասին։ Դրա համար էլ կորցրեցինք։